Բարև ձեզ, սարվա թեման է իմ այսօրվա հյուրը Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանն է, բարև ձեզ, պարոն Շիրինյան։ Պարոն Շիրինյան, Գյումրին այսօրվա լրահոսի գլխագրերում է հայտնվել, պատճառը քաղաքապետն է ըստ նախնական ու պաշտոնական տեղեկությունների ձերբակալման որոշում է կայացվել, կձերբակալվեն եւս մի քանի անց կաշառակերության կամ այսպես ասենք կոռուպցիայի մեղադրանքով սպասելի է սա։ Այո, գողաթափել են լայն առումով երկիրը, ոչ միայն Գյումրին, այն հանգրվանն է կամ աստիճանը կամ վիճակը, որից են կողմ պետականության գոյությանը սպառնալիք է կոռուպցիան եւ կոռուպցիոն վարակակիր հատկապես պաշտոնյաները։ Մենք գիտենք, որ կոռուպցիոներները հատկապես Հայաստանում ընդգծված պաշտոնադար դիրք զբաղեցնողներ են, նախագահներ, չէ, սալյարկածախող պրեզիդենտ, ավազ գողացող վարչապետ, մանկապարտություն բան չեմ ասում, ուրեմն սա բեսպրեդել ռուսները, որ ասում են, այս իմաստով վերջն է, կարծում եմ, դրա համար դա գողաթափության ենթատեքստում պիտի նայել, ոչ միայն օպերացիա եւ դա պիտի լինի, ուրիշ կերպ չի կարող լինել։ Կամ էլ մենք պետականության հրաժեշտ ենք տալիս դարերով, ու վերջ, հետ էլ կա էլ է, այսօր կարծում եմ ուշացած է, բայց ոչ ուշ։ Պաշինյան, այդ ժամերին, երբ ԱԱԾ-ն գործողություններ իրականացնում Գյումրու քաղաքապետարանում, հավաքվեցին բազմաթիվ մարդիկ ու որոշակի խմբեր, մինչ այդ Վարդան Ղուկասյանը հայտարարել էր, որ եթե գան իր հետևից կանչել էր ժողովրդին, բայց նրանց այդ մարդկանց զուգահեռ նաև այս իրադարձությունը պաշտպանել են Վարդան Ղուկասյանին, պաշտպանել են շատ քաղաքական ուժեր, շտապել են Գյումրի, հայտարարություններով են հանդես գալիս համարյա քաղաքբանտարկյալ են ուզում սարքել Վարդան Ղուկասյանին։ Այդ ռուսական սեգմենտն է լայն առումով կամ 5-րդ շարասյուն գումարած Ղարաբաղյան կլամպարագլուխներ եւ դաշնակցություն մեջներ, չէ՞։ Ուրեմն եւ այսպես շարքել, ինչ որ մենք տեսել ենք, նրանք ովքեր 44 օրը պատերազմ ըստեյության Ադրբեջանի հետ համատեղ Պուտինի ցանկությամբ, ռուսների ցանկությամբ Հայաստանի պետականության լիկվիդացիայի համար էին կռիվ տալիս, հիմա կռիվ են տալիս Հայաստանում կոռուպցիան պահպանելու համար օրինականությամբ եւ այլն տեսքի տակ։ Զարմանալու ոչինչ չկա։ Այդ հատվածը լութոկրատ իշխանությունը իր բոլոր մետաստազներով բարձր պիտի պաշտպանի, որտեղ նաեւ յուրաքանչյուր անձի համար սպառնալիք կա։ Սա ֆիգուրա է արդեն, չէ, Հայաստանի չափորոշիչներով ֆիգուրա է, ինքը ինչպես էր դերակատարությունը դեր իրականացնում, բայց ֆիգուրա էր։ Գլխավոր, այսինքն Հայաստանի մաֆիայի, եթե քաղաքական իմաստով ենք վերցնում, գլխավոր դերակատարներից մեկն է, արտաքնապես ներքինով դժվարն եմ ասել, որտեղ ներքինում այդ մետաստազը Ղարաբաղյան կլանն է։ Եվ ռուսական ագենտուրան բարակլուխներով, բայց թե բոլոր դեպքերում, եւ եկեղեցին էլ էր, չէ, չեմ նայել, բայց եկեղեցին էլ եկեղեցու զանգերը ավարայրի ճակատամարտ իրենց համար, բայց իրենց համար ուրիշ բառ կա, բանով ասենք էլի, Մոցարտի ռեքվիեմն է, ուզեք սևակն է, թե չէ ռեքվիեմը, մահվան երթ։ Պաշինյան, Վարդան Ղուկասյանը նաև պաշտոնը ստանձնելուց հետո հայտնի էր իր հայտարարություններով ավելի շատ խոսում էր ոչ թե քաղաքային խնդիրների կամ դրանց լուծման մասին, այլ ավելի ասած գլոբալ խնդիրներից էր խոսում, ել չասենք, որ Արևմտյան Հայաստանն էր հետ բերում, Հայաստանը տանում ռուսական միություն, Ռուսաստանի հետ միություն էր մտնում, արդյոք նա նաև այս հայտարարությունների համար ինչ-որ առումով պետք է պատասխանատվության։ Ոչ մի դա իհարկե դա պետք է որ լիներ, բայց դրա մեջ չեմ կարծում, որ դա է, ասեմ ինչի համար, որովհետև ես առիթ եմ ունեցել մի քանի հարցազրույցում ասել, որ նա այդ բաներ այդ ռուսական, իհարկե հոգուս սրտից է գալիս այդ ամենը, ինչ որ աղմուկ էր անում, նաև այն քաղաքական դիմակահանդես եւ այն սարքում հետևում իմանալով, որ ինքը իր վրա
քրեական գործեր կան, մի քանի քրեական գործով է ասում եւ նա քաղաքականանում էր, քաղաքականանում ինչեւ է դել։ Այսինքն երեխան պիտի ծնվի հեղին նախապատրաստում է վերջի օրվա։ Այս պատրաստություններն են եւ դա ես ասել եմ, որ այդ գործընթացն է գնում։ Ես ենթադրում եմ ծեր ասած ուժերը երևի Գյումրիից չհասած արդեն հայտարարել են, որ քաղաքական հերթական բանտարկյալն է։ Հայաստանում քաղաքաբանտարկյալ դառնալու հերթ է։ 1990 թվականին Գյումրիում հացի հիշում եք են հացի բունդի ժամանակ հերթերն են մարդիկ այսպես իրար են ջարդում քաղաքաբանտարկյալ դառնալու համար։ Այն ֆիլմի անունով ասենք այդ բարձ քաղցր բառը քաղաքաբանտարկյալ։ Քրեական աշխարհը, մաֆիոզ աշխարհը Հայաստանի տեղավորում է դրա տակ, բայց իրենք մի բան չեն գիտակցում, որ Հայաստանը իմ գնահատականով արդեն աշխարհական իմաստով ռուսական տիրույթից դուրս է եկել։ Եթե արևմտյան աշխարհի տիրույթ չի մտել, դա դժվար հաշվելի է, բայց ռուսականից դուրս է եկել, իսկ ռուսականից դուրս գողական աշխարհը ոչ որտեղ չի գնահատվում։ Իշքան եմ, ձեզ մոտ եմ ասել, չէ՞, ես ասենք Ղարաբաղյան կլանի փարագլուխների համար եմ ասել, Գուանտանամո պատրաստ է։ Կապիտ հիշում եք, չէ՞, ինչ բանտ կա, հիմա կարծեմ արձակել են ամերիկացիները, որ Կուբայում ստեղծել են եւ աշխարհի հանցագործներին հավաքում են այնտեղ։ Նրանք էլ են իրենց երկրներում քաղաքաբանտարկյալ եւ այլն, բայց դե ամերիկացիները եւ հարավոտը թքած ունի նման գնահատականը, որովհետեւ դա իրականության հետ կապ չունի, քրեական է։ Պաշյան, երեք մի այլ իրադարձություն էլ տեղ ունեցավ 3 թե առաջ նախորդ օրը կարծես իրենց ձևով կամ մեր ձևով հանրահավաք էր տեղ ունենում։ Ինչպես կմեկնաբանեք այդ հանրահավաքը, տարբեր, իրենց կողմից հայտնում են, որ սա հուժկու աննախադեպ մեծ քանակի հանրահավաք է։ Այդ բոլորը կոնկրետ բովանդակություն ունի, իրենց ձևով իրենք սուտ են խոսում։ Իրենք ձևով մի օր պետք է հաջորդին բացատրեն, թե ինչու են Մոսկվայից գործողվել եւ ինչ են անում Հայաստանում, իրենց ձևովները, որ ծագերն են մտել, տեղավորվել, այդ ուրիշ բան է, բայց ինչի են եկել։ Ուրեմն այնտեղ ըստ ճշգրիտ հաշվարները, ես գիտեմ մեկ հաշվել եմ, 7450 չէ, անձ է մասնակցել այդ հուժգու բանին, այդ միտինգին, ընդ որում ես նայեցի եւ շատերն են նկատել, որ այն թիվը, որ պատկերը ահռելի երևում է, դա լուսային էֆեկտ է, գիտեք, հեռուստա լրագրող եք, կուզեք պատկերները կարճ կանեք, երկար կանեք եւ այլն, ինչպես ձեր ճաշակը թելադրի, բայց թիվը կոնկրետ է 7450։ Հիմա 7450-ից անում ենք սրանցից ամեն մեկի ռուսերեն բառով եմ ասել ախրաննիկները, որտեղ սրանք այդուհանդերձ ռշ չեն անում ժողովրդի հետ շփվեն առանց ախրանայի, որտեղ կարող է շատերը սատկեցնեն ուղղակի։ Այդ կա էլ հենց այդ բառով։ Ուրեմն ինչ են, մի ինչքան գցենք ամեն մեկ եթե 10 ախրաննիկ ունի, այսինքն մեր ազգային հարստության կամ գումարի ահռելի մասը վատնվում է գողապետության պարագլուխների եւ նրանց սպասարկող այդ պերսոնալի անձնագազմի ախրանայի համար, պաշտպանության համար։ Հանենք ինչքան մի երևի մի 500-600 հոգի հաստատ ախրաննիկ կլինի, մեջ անենք։ Հանեցինք, ինչքան շոֆեր ունեն դրանք, ընկեր ունեն, որոնք ինչի որ հաջուկով են եկել, մի մասը կարող է տհաջությամբ էլ կա, բայց թե հայկական երես պաշտությունը կա, իր ընկերն է եկել է, դել ենք անում, ուրեմն ինչքան օտար պետության մի 50 գործակալ կլինի, հատկապես ռուսականը կլինի, որպեսզի նա է հովանավորում ներքին գործընթացները,
Եվ թամաշանողները հետ գումարի մասին է խոսքը, որ գումարով են բերել 40,000։ Կային ձայնագրություններ են հրապարակվել են 40,000-ի մասին էր խոսքը, այս էլ է սանում եւ մնում է բա իրենց սեփական ձեռնարկությունների ուրեմն աշխատողները, որոնք բնականաբար հաջողով եկած մի մասը հաջողով կգա, բայց մի մասը բարձր հաջողով չի գա եւ այս հատվածը իրավաբան մարմինները հատուկ պետք է ուսումնասիրեն, որտեղ սեփական ձեռնարկությունը իրենց բողոր բոստանը չի եւ իրավունք չունեն աշխատողի ազատ կամքի վրա բռնանալ, դա քրեորեն պատժելի է։ Քրեորեն եւ դաժան բան է, ասում եթե չկա օրենսդրության մեջ, այդ խստագույն կարգը պետք է որևէ մեկ իրավունք չունի հիմնարկից բերելու եւ այլն։ Եվ այսպես եթե հանում ենք, դե իշքան է մնում 1000 մարդ էլի տակը։ Եթե այդքան կլինեն, որովհետեւ այդ գումարներ բաներ չէ, մեկը բենզոն գալոնքի տնօրենն է, մյուսը տեղակալ է, մյուսը ծախող է, մյուսը առնող է, այսպես էլի, այսինքն ուժգուն է դա։ Եվ դրա համար էլ որևէ բան չկա։ Ես դուք գիտեք երեք մենք շփվել ենք, եթե բանի Facebook-ով։ Ես եղել եմ Լորվա մարզի Ստեփանավանի հատվածում։ Շատ լավ հանդիպումներ եմ անցկացրել եւ այլն։ Մարդիկ թքած ունեն իրենց ձևով թքած ունեն իրենց ձևի վրա, այդ որպես քաղաքական ակցիա էլի։ Պես որ ժողովուրդը անդարբեր է հասկանալի է եւ այլն։ Չեմ ասում հետո անդարբեր կմնա թե չէ, բայց հիմա բան է, պես որ դրա համար դա լոկալ մի բողոքի ակցիա է, լոկալ է թվով ազդեցությամբ եւ բարձր նաեւ ազդեցություն չկար է 7455 թվերն են այդպես։ Ես մոտավոր կարող է դուք իմ ավելի ճշգրիտ հաշվեք տեսնեք դա բան չունեմ։ Բայց իրենք կան։ Այդ ակցիան բավական լայն լուսավորվեց ռուսական այդ իրենք հրամայել, իրենք բավական ճոխ էր լուսաբանում, նաև նախկիններից է կային, թեպետ հայտարարում են, որ մենք նախկինների հետ կապ չունենք։ Այդ իրենք կապ չունեն, իրենք նախկինների հետ կապ չունեն։ Այդ բոլորի կապը մենակ գիտի Կրեմլը, Կիրիենկոն գիտի, որ հրամայում է, այդպես էլ լինում է, գյատեք աչ, գյատեք ծախ։ Այդ նույնը չգիտեր նաև Բակո Սահակյանը, որ Մոսկվան հազդեց Բաքվին, Շարամանյանին ուղարկեց, բերեցին, չէ հաղորդում են, որ բերել են Երևան, ինքնաթիռով գցել են ստեղ, մյուսները Բաքու ուղարկեցին։ Այդ բոլորը Կիրիենկոն գիտի, ով ուր պիտի գնա։ Այդ դրա համար օրինակ ես չեմ կարող բնդել, տարածված է, որ Սերժ Սարգսյանն եւ Ռոբերտ Քոչարյանն իրար հատում են թե չէ չեմ կարող բնդել, բայց եթե ատում էր նշանը, Կիրիենկոն ցանկանում է եւ իրենց ատելությունը գոլորշի անում է։ Ես նույնիսկ այսպես ասեմ, չնայած Սամվել Կարապետյանը ինձ թվում է այստեղ եկել է փող աշխատելու, օրինակ որ պետական շահ է պաշտպանում, գիտեք բոլորին դատարաններ, բաներ եւ այլն, միլիոններ են ուզում եւ այլն։ Բայց իրականության մեջ չեմ կարողանում հասկանալ, թե Իրան ինչին էր պետք գալ եւ մտնել այս գործի մեջ։ Գործողել են։ Չնայած ես վստահ եմ, որ նա չէր մտածում Հայաստանում ռիսկ կանեն Կրեմլի պատի տակ քնած մեկին ձերբակալեն։ Այդ մենք վստահ եղեք հայերի մոտ այդ բանը կա, որ հայտնի ռուսների դեմով կարա։ Չեն տեսնում, որ ռուսների դեմ կարա ուկրաինական բանակ առաջինը, մյուսները թքած ունեն ռուսական բանակի եւ պետության վրա եւ այլն։ Բայց թե հայության մեջ այս խապկանքը մնում է կանցնի։ Այսը ո կարա, այդպես մեր իրավաբան մարմիններ կարան։ Պաշինյան, կաթողիկոսի շուրջ օղակը կարծես սեղմում է, հայտնի օրեր առաջ ձայնագրությունները, հեռախոսազրույցները այդ տարածումը երևաց, որ հեղինակները այդ զրույցի պնդում էին, որ կաթողիկոսը իրենց պարտադրել է նորից ցույցերի մասնակցել, այսինքն ինչ ընթացք կա։ Ես ուրիշ բան կարող եմ ասել, ավելացնեմ, իհարկե որպես վերլուծություն, որպես քաղաքագիտություն։ Իրա քրոջ տղան է ձերբակալվել, չէ՞, հանենք արքեպիսկոպոս, եպիսկոպոս, բաները, սրբազնագույն այդ
վերագրումները ես չեմ կասկածում, որ իր քրոջ տղան, որպես իրեն ամենամտերիմներից մեկը, ֆինանսական եւ շատ հնարավոր է կարող է եւ մաֆիոս եւ ուրեմն այդ թմրադեղային եւ այլ գործարքների մեջ ինչ-որ տարածված է խոստերամար են կատաղի դիմադրում, ինձ այդպես է թվում եւ հիմա դա ուզի երգի, հենց երկեց քերին դիմացն է, աշխարհիկ քերին, ոչ կաթողիկոսը։ Եթե այդպես է, քրեական գործը կա ու կա, ինչի մասին խոսքը։ Դրա համար այդ օղակը սեղմվում է բան, անմիջապես դա խոսքը քաղաքականի մասին չի խոսքը։ Այդ երկեղեցին բռնազավթված, ինչպես նաև մեր պետությունն էր գողապետության շրջանում գողացված, զավթված, ուրեմն ամեն ինչ տեղն է գալիս հիմա, պես որ ուղղակի մի ուրիշ բան է ասել էլ մեր իրավաբան մարմիններին, այս գործը եկեղեցու շատ արագ պիտի փակվի, մեծ ձեռնտու չի որպես հայ ժողովուրդ, մեր անվանը խայտարագություն է աշխարհում առաջինը քրիստոնեություն պետական կրոն հռչակել, ես մարդու հարցը պետք է լուծել, սա կապարզ է երկրորդը կա նաև քաղաքական հանցանքը, մեծ հանցանքը, որն է դա Գալստանյանը իր օրհնությամբ տեղաշրջում էր կազմակերպում, Աջապահյանը խոսում է պետական հեղաշրջում կազմակերպելու եւ իր նաեւ քննադատական վերաբերմունքը նախկին նախագահներ կոչվածների վերաբերել հիշում եք KGB չունեք, գեներալ չունեք, ընկեր չունեք, հելեք պատերազմի օրերին, սա եթե մի քիչ այսպես ասեմ, եթե երկիրը ավտորիտար տենդենսներ արդեն վաղուց կնդագարել էին օրենքով դրա համար փրկություն չունի։ Ինքը հույսները դրել են, ես մի բան ասեմ, որը մեր քաղաքական կյանք մտավ կամ վերադարձավ հեղափոխության օրերին։ Դե որևէ հեղափոխություն չի կարող չլինել որոշ բաղադրիչով ամբողջավարական, դա ինքը լինում է, չուզես էլ լինում, չեմ ասում խրախուսվում է, թե չէ։ Հիմա սրանք ամբողջավարությունը դարձրել են գործիք պետական կարգ ու կանոնի եւ իրավական նորմի դեմ, օրենքի դեմ։ Ես Վարդանեկի համար ցույց է կրնել ինձ թվում է, մարդուն կոնկրետ մեղադրում են ասենք հանցագործության մեջ, սրբապղծության մեջ, բռնաբարության մեջ, որոնք քրեական են, չէ՞, պետական ունեցվածքը փչացնելու մեջ, հետո յուրացնելու մեջ եւ այլն, բայց մեկը տեսա սկսում է միտինգի, ինչ միտինգ ինչ, այդ նույն բանն է, որ հիմա բռնաբարված է, բայց միտինգ են անում, կույս է։ Այդ կույսը վաղուց կույս չի էլի, այսինքն միտինգով կույսը կուսություն կվերականգնվի, չէ։ Դրա համար ուրիշ բան պիտի լինի, էլի, պետք է հանգիստ տանել էլ բոլորը եւ իրենց պիտի դիմել, ես անձամբ, եթե մենք իբրև թե այսպես հավատանք, որ իրենք էլ պետականատիր են, չեմ հավատում, բայց հանգիստ իրավաբան մարմիններ գնացեք եւ աստված չի տվել Հայաստանում են կատուն ոչը թափտա փաստաբանները կթափվեն գրագետ, անգրագետ, հայտնի ոչ հայտնի լավ փաստաբաններ կլինեն այդ փաստաբանները վերցրեք գնացեք այնտեղ հարցերը բարձեք միտինգ եք անում որ ինչ անեք ինչ միտինգ ով է բանի տեղ դնելու ձեր միտինգի ինչ միտինգ ինչ է անում կաթողիկոս Ինչ ես անում, արեցիր Աջապահյանը չնստեց, արեցիր մեկ ավելի ծանրացնում է, չէ, երևի ես ասեմ ձեզ, եթե մենք խորհրդարան անցնենք, հույս ունեմ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը, որպես քրիստոնեական արժեքներ, քաղաքական արժեքներ գրող քաղաքական կառույց, հավանաբար մենք քրեական օրենսգրքի մեջ պիտի առաջարկենք հոդվածներ ամբողջավարության դեմ ամբողջավարությունը քաղաքական գործընթացի մեջ օգտագործելու քրեականը ծածկելու համար։ Քրեականը պետք է բարձր վերջացնեմ, եղավոր չեք, ինչ է պատահել։ Դոնա տեսնում եք, որ բանի տեղ չեն էլ դնում այդ միտինգները։ Այդ միտինգը ինչի, երկրում 3 միլիոն հայ կա, չէ, քաղաքացի նաև մեր ժողովրդության մեջ 3 միլիոն մարդ է ապրում, 1 միլիոն հանանք ձեր երեխա, 2 միլիոն։
ասենք 2 միլիոն մարդու մեջ 50,000 մարդ ցույց է անում մի պաշտպանություն ոճրագործի, որ ինչ է ուզում ասել, իմաստը ինչ է։ Ավելի լավ է իրենք քրեական օրենսգիր լավ սովորեն, դե պայքարեն օրենսգիր, որտեղ արել են։ Մենք ազգովի ես աշխարհում մեկ հայությանն եմ ասում, մենք ջախջախվել ենք։ Ռուսաստանը իրենց միջոցով եւ Ալիևի ձեռքով մեր ազգային պոտենցիալը ոչնչացրել է։ Դուք գիտեք ինչ աղետալի վիճակի մեջ ենք հայտնվել 44 օրյա պատերազմի արդյունքով։ Ռուսաստան մեր իրենց ձեռքով երկիրը քամել է տվել բան այդ թույլ է տվել գողանալ, այդ բաները դեռ գործարները մեր իրենց միջոցով մեր ազգային պոտենցիալը ջախջախել է։ Մենք շատ վտանգավոր իրավիճակում ենք։ Պարզապես դե կյանք էսպես է էլի, միայն բացասականի վրա չի, հանկարծ հայտնվեց Թրամփը ամերիկյան քաղաքականության հետաքրքրությունը այսօր Կովկասը եւ Թրամփի ուղու ուրեմն այդ բացահայտումն էլ եւ ակտիվ աշխատանք Հայաստանի տեխնոլոգիաներ զարգացնելու համար, սա ուղղակի պատմության հրաշք է։ Վիլսոնից հետո, որ մեզ մեր հանդեպ եղավ։ Հիմա իրենց ինչ պետք է ասվի, իրենք որ գիտեք ինչն է, էլի նորից չեմ ծանծրանա երևի ասելու, ուրեմն այդ ռուսների վրա էլ հույս միտեր եկել, ձեր աչքի առաջ բռնաբարելով դուրս շպրտեցին, երկրին էլ հերթական անգամ տարածքը հանձնեցին Ադրբեջանին, ճիշտ է, 20 թվին 1000 Կարսը հանձնեցին, ռուսները հանձնեցին Կարսը հայ բոլշևիկների ձեռքով, հետո Նախիջևանը հանձնեցին Ադրբեջանին, Արցախ եւ այլն, ռուսները հանձնել տվեցին եւ այսպես հիմա իսկ վերջինը ռուսները Գալատամոր կազմակերպեցին, հայության մեր պոտենցիալ եւ սվառնալիք Հայաստանի Հանրապետության այդ առաջացնելով եւ Արցախը հանձնեցին Բակոին էլ հետը իր մարդկանց, ոնց ասեմ, ռուսներն իրենց հայ մարդկանց օգտագործում են կիտրոնի նման, հետո վերեքը թքում են, հանձնում են Թուրքին։ Օսմանցի կլնի քեմալական պրակտիկան կամ ռուսական կազմի ծառայություն, օրինակ Խանջանին հանձնեցին ի տնօրինում Բերիայի, բայց դա ռուսական պետությունն է։ Ուրեմն դրա համար խելքներդ գլուխներդ հավաքեք։ Մեր պոտենցիալը ջախջախել է ինքը Ռուսաստանը, փորձեց Ադրբեջանի պոտենցիալը ջախջախել եւ այդ թուրքական բնազդով այդ ժողովուրդը դիմադրեց եւ ձեռները հերո քաշեց։ Մեզ որ հիմա ինչ եք ուզում, ես ընդհանրապես չեմ հասկանում ինչ եմ ուզում։ Շվարդանի, ինչ ոսկի, ինչ բան։ Ոչ, ելել եք լցվել փողոց, որ ինչ անեք։ Ով չգիտի, որ Գյումրիում այս տարիներին քրեականը շատացել, ով չգիտի, որ Վանաձորում մարդասպանություն էր մի ժամանակ, այնտեղ մեծ շորտով է, գողապետություն է, չէ, բայց ով չի հասկանում, որ գողապետությունը պետք է ջախջախվի, որ հայ ժողովուրդը շարունակի ապրել, թե չէ, չպետք է ապրել, իրենք ռուսացած են, ասել, շատ վատ վտանգավոր բան կա, ես միշտ խուսափել եմ այդ բանից, հիմա ճիշտ է հայախոս են բան է, չէ, բայց մեր ժողովրդի մի մասի հետ հատկապես ովքեր որ ռուսական դիրույթի շրջանակներում օգտվել են այդ վիճակից, դա Սերժի բանի իշխանությունն է, Լևոնի, օգտվել է, չէ, արտոնյալ են եղել, չեն բռնվել, վերջում էլ գոնե հույս են ունեցել կփախնեն Ռուսաստան, ինչ-որ են մյուսները փախած են, սրանց մտածողությունը հայկական չի, սա ռուսական, քրեական, քաղաքական մտածողության շերտ է։ Դա Հայաստան իրենք նորմալ իմաստով հայ մարդիկ չեն։ Չիշպես ոնց կարել է այսպես, այս աղետից հետո իրեն էշի տեղ դնել, շարունակել ռուսական բարտը եւ բարդակը։ Ես օրինակ ասեմ, երանով դրան հիշեցնեմ։ Հիշում եք բանդիտական Պետերբուրգը։ Բանդիտական Պետերբուրգը Են որ են չի, Հայաստանում չի, այդ մեր կայարանը նրա արցականն է, ինչ է, Շարապով եւ այլն, հիշում եք էլ լավ ֆիլմները, ինչ է, սովետական ոստիկ միլիցիան խրախուսում էր քրեական տարրերին, ինքն էր կազմակերպում, այդ քաղաքական բանուղությունը մնացել է, պատականն է, որ Գյումրիում է, ռուսական ռազմաբազա եւ այլն, ընդեղ է, Վարդանի գուրվորդ է կարող էր ծաղկել, ընդենց այդտեղ։
Եվ այսպես ուզում եմ ասել, որ մնացածը մեր ժողովրդի շատ հանգիստ պիտի տանել եւ այդ միտինգներից հրաժարվել։ Ինչ է։ Հիմա կրկնեմ, վերջացնեմ, հա։ Այդ X-ը էլ կույս չի։ Հիմա որ միտինգ անեք կույս է դառնալու, է կանում, ինչ է։ Դրա փոխարեն քրեական օրենսգիր գվերցրեք գնացեք դա։ Կփակվի սրանով Վարդան Քրիստիանի էջը թե բոլորի մոտ է հարցը կա, ես ասեմ, ես կարող եմ իհարկե դատողություն անել, որովհետև եթե քրիստոնյա ժողովրդավարական գուսակցություն ունեն, կարծում եմ չեք կասկածում են, մինչև վերջ խորհրդանում կետապնդեն, որ մինչև վերջ գնա, որովհետև պետք է մաքրվի, բայց կարծում եմ, հա, ենթադրում եմ, ինչու դա գիտեք նայեք, որ շրջանում երբ Զանգեզուրի, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը փոխվեց Թրամփի մայրուղով, այսինքն ռուսական ազդեցություն թուլացավ գրով է եղավ, եւ ես այս իմաստով իհարկե իշխանություններին պաշտպանում եմ, ինչ իմաստով, որպես կուսակցություն, ընդորում ես իրես մարդը չեմ, ես ընդհանրապես ոչ մեկ մարդը չեմ, ես կնոջ մարդն եմ, ինչպես ասում են ու վերջ, բայց հարցը ինչն է, որտեղ ռուսական պետության այդ մետաստազները մեր պետության վտանգի առումով մեծ են դեռևս դրա համար ինձ թվում է լավ հաշվում են նոր խփում ռուսների թուլացմանը զուգընթաց Հայաստան մաքրվում է միանշանակ Շնորհակալություն խնդրեմ Սա օրվա թեման էր զրուցակիցս քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանն էր կհանդիպենք